Նախորդ անգամ ըստելության արձագանք չի եղել գլխավոր լագախազությունից ձեր ակցիան իրականացնելուց հետո այսօր ինչ ակնկալիքներ ունեք նման նամականցիների։ Մեզ այնտեղ պատասխանեցին, որ 30 օրվա ընթացքում դիմումը գնային եւ պատասխանեն, ակնկալիք ունենք մեր ընկերոջ առողջական վիճակից ելնելով ավելի շուտապույտ այդ դիմումին նայեն, պատասխանեն, քանի որ մեզ հայտնի է, որ մեր ընկերը գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիայում եւ մեր համար շատ կարեւոր է նրա առողջական վիճակը եւ հույս ունենք, որ ինչքան հնարավոր շուտ պատասխան կստանանք։ Իսկ եթե որևէ արձագանք չունի կրկին լագախազության կողմից, ինչ քայլեր եք իրականացնելու։ Մենք մեր բռակյաց ակցիաները շարունակելու ենք, փորձելու ենք մաքսիմալ օգնենք մեր ընկերոջը, քանի որ երևույթի իր առողջական վիճակից ելնելով մենք ցանկանում ենք գոնե տնային կալանք ստանալու մեղմացուցիչ հանգամանք լինելով նրա առողջական վիճակը տնային կալանք պատժամիջոցով, քանի որ մեր ընկերը մեր կարծիքով սուբյեկտիվ կարծիքով պետք չէ որ Աբովյանի կամ Արման Լիրիկ լինի կամ նստի։ Մի գրասենյակի մոտ նույնպես դուք ակցիա իրականացրեցիք, այնտեղից արձագանքները հետևյալն են, դիմումը ընդունեցին, վերցրեցին տարան ըստ երևույթի, հետագայում բացրեցին, որ այդ պայդրության մարդու իրավունքների պաշտպանը չէր գտնվում շենքում, դրա պատճառով հանդիպում տեղի ունեցավ, դրանից հետո երևույթի ոչ մի արձագանք դեռ չի ստացվել, ստանալուց հետո կտեղեկացվի։ Այսինքն, եթե որևէ գերատեսչությունից չլինի արձագանք եւ խափանման կալանավորումը չփոխվի դավիճի, ձեր ակցիաները շարունակելու։ Այո, շարունակելու ենք մեր ակցիաների ընդհանուր միտքը եւ վերջնակետը կանում է նրանում, որպեսզի մեր ընկերներին ազատություն տա։ Ազատություն նրանց։ Շնորհակալ։ Շնորհակալ։